ջան, այսօրվա մեր դասի թեման է արհեստական բանականությունը և արվեստը։ Դասի նպատակն է բացատրել, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները ազդում արվեստի վրա, ծանոթացնել նոր արվեստի ձևերին, թվային արվեստ, արհեստական բանականությամբ ստեղծված արվեստ, զարգացնել քննադատական մտածողությունը, նոր տեխնոլոգիաների օգտագործումը արվեստում։ Մեր դասի խնդիրներն են ստեղծագործական աշխատանքներում նյութերը, մեթոդները, միջոցները փորձարկելու, ընտրություն կատարելու կարողության ձևավորումը։ Ինչ ստեղծագործական գաղափար կարող ենք առաջարկել օգտագործելով արհեստական բանականություն։ Կրթականը հասկանանք, թե ինչ հնարավորություն է ստեղծում արհեստական բանականության կիրառությունը տարբեր արվեստների ոլորտում։ Զարգացնել խնդիրներն են, զարգացնել քննադատական մտածողությունը քննարկելով արհեստական բանականության դրական և բացասական կողմերը, զարգացնել թիմային աշխատանքում հաղորդակցման կարողություններ և դաստիարակչականը դաստիարակել հարգանք մարդու ստեղծագործ աշխատանքի և տեխնոլոգիաների ներդաշնակ համադրության նկատմամբ, խրախուսել նոր տեխնոլոգիաների պատասխանատու և գիտակցված օգտագործումը։ Եվ վերջնարդյունքներն են ներկայացնել առնվազն նոր մեկ տեխնոլոգիա, որը կիրառվում է արվեստում։ Ներկայացնել գաղափար, թե ինչպես են աշխատում, ինչպես կարող ենք օգտագործել նոր տեխնոլոգիաները։ Ինչ ենք տեսնում երեխեք ջան, այստեղ այդ սահմանը, ինչպես կմեկնաբանեք այս նկարը։ Ինչպես կմեկնաբանեք։ Մեր իրական կյանքը տեխնիկայի հետ կապված է։ Ռոբոտի ձեռք։ Այո, արհեստական բանականության հետ համագործակցում ենք, չէ՞։ Հա, կարող ենք ասել դրա բացասական և դրական կողմերը։ Այստեղ ինչ ենք տեսնում երեխեք ջան։ Տեսնում ենք, որ պատկերում է, ինչ է պատկերում։ Մարդու դիմանկար։ Հիմա անդրադառնանք մեր հին ստեղծագործողներին, հա, մեր 15-րդ դարի։ Այստեղ այս ո՞ր նկարն է երեխեք ջան։ Հեղինակը Վերները, չէ՞։ Ձեր կարծիքով ինչ նյութեր է օգտագործված աշխատանք, ինչպես է աշխատել նկարիչը, ինչ է օգտագործել։ Ներկերից ինչ ներկեր է օգտագործել օրինակ։ Գուաշ, ակվարել, թե յուղաներ։ Այսինքն ձեռքով անմիջապես նկարված է, չէ՞։ Իսկ մյուսը սա ով է հեղինակը։ Լեոնարդո դա Վինչի։ Էլի ինչերով է պատկերված։ Յուղանկարը։ Յուղաներկերով կտավի վրա թե փայտի վրա։ Փայտի վրա։ Փայտի վրա ճիշտ է։ Իսա Մարտիրոսյանը նկարել իր դիմանկարը։ Իսկ ինչու է այսպես նկարել երեխեք դիմանկարի վրա, այս մի տեսակ ինքը Հարվածային նկարը։ Վրձնահարվածները երևում է, չէ՞, բայց ինչի է իրան այդպես պատկերել, ինչ կասեք օրինակ։ Արա, ինչու է իրան այդպես նկարել, վրձնահարվածները, եթե մյուս նկարները մենք տեսնում ենք, որ շատ մանրամասն աշխատել են տարբեր շերտեր իրար վրա դնելով, որ ավելորդ վրձնահարված չի։ Հստակ թե հստակ, իսկ եթե հստակ բառը փոխարինենք մի ուրիշ բառով, հետաքրքիր, հա, հետաքրքիր դարձնելով, որն անում ենք այս նկարին։ Փորձել է նմանվի Վան Գոգի աշխատանքներին։ Այ ապրես, հիշեցրեց, չէ, այդ վրձնահարվածները համարցան։ Մենք այստեղ ունենք էլի նկարներ։ Եվ այստեղ ունենք էլի նկարներ, և տեսնենք ճանաչում ենք բանը։ Գզակի սովակ։ Գզակիսով տիկինը, ով էր հեղինակը։ Լեոնարդո դա Վինչի։
Վան Գոգ, Ասխալինսկի շեր։ Նկարել ենք, չէ՞, մենք տեսեք մասնահարվածները։ Մարդ Ով էր հեղինակը։ Այդ է որ հիշեք։ Ռենե Ռենե Մագրիտ։ Ինչու է խնձորը պատկել դեմքի վրա։ Ինչ կասեք։ Որովհետև շատ է օգտագործվում որպես միրգ շատ է հայտնի էլի։ Խնձորը Շատ է հայտնի։ Մենք հիշում ենք Ադամի եւ Եվայի պատմությունը, սնում նաև արգելված պտուղների եւ այդտեղից ինքը համարվում է գայթակղության խորհրդանիշը։ Այսինքն մարդը ինչքան զարգացավ, խնձորը մնաց գայթակղության խորհրդանիշը, այսինքն մարդը միշտ արգելված պտուղին ձգտում է։ Վան Գոգի Այստեղ նմանացրեցիք, չէ՞, Սարյանին փորձել նմանացնել Վան Գոգին, թե Վան Գոգը։ Սարյանն է։ Վան Գոգը 16-րդ դարի 19-րդ դարի ինչ է, Այսինքն Սարյանը մեր ժամանակ։ Սա որ նկարն է Մարտիրոս Սարյանի 3 հարած։ Երեք հասակը, շատ լավ։ Հիմա դուք տեսաք, չէ՞, տարբերությունը կանանց փոփոխվում է, չէ՞, վրձնահարվածները եւ այլն։ Հիմա մենք կտեսնենք, թե այս վերջինի շրջանը, ասեք, Եղեչեչարենցի դիմանկար։ Շատ լավ։ Մենք տեսանք, որ դիմանկարները կարող են դարաշրջաններով փոփոխվել, չէ՞, իհարկե այս ցանկը ավելի շատ կարելի է լրացնել, ավելի հետաքրքիր բանացնել, բայց փորձել եմ օգտագործել այն ամենահայտնի նկարները, հա։ Հիմա տեսնենք, թե ինչ է առաջարկում այս արհեստական բանականությունը եւ ինչպես կարող ենք փոփոխել։ Եթե ինքը այս բանին կարողացա ֆիքսել եւ տեսնել, որ ովքեր ենք այստեղ նստած, չէ՞, ինչ է լսվում, իրավեջ պահպանում։ կպահպանի ու կարելի է էթիկական կողմը պատել, իրոք մենք չգիտենք ինչպես է զարգանում։ Իսկ դրական կողմը որն է երեխեք ջան։ Որ մեզ օգնություն է տալիս։ Մեզ օգնություն է տալիս, Մեր կյանքը ավելի է ահագին ծախսերից մի կողմ ենք մտնում, չէ՞։ Եվ մեջ ինքը մեզ ինչ է առաջարկում։ Նաև տարբերակներ է, չէ՞, առաջարկում։ Եթե գտնում եմ, որ դա ինձ այնքան էլ մոտ չէր, փոխիր այս մի կամ մյուս դետալը, ինքը մեծ հաճույքով եւ շատ արագ կարողանում է մեզ տարբերակներ առաջարկել, ճիշտ է։ Իսկերից երեխեք ջան, ես շատ ուզում եմ կարևորեմ, որ դուք երբեք արհեստական բանականությանը չտաք ձեր անձնական տվյալները։ Flowers painted in the style of Van Gogh with a laptop. Samita Melake by Samita Melake was dedicated. Տեսեք, նախ իմ շփում իրար հետ, մենք վաղը չգիտենք ինքը ինչ է լինելու, փորձած զարգանալու միշտ հարկավից ենք վերաբերվում։ Սա շատ կարևոր է, հիշեք, շնորհակալություն, բարև ձեզ, ինչպես չեմ ասում ինքը մարդը,